Տեղափոխվենք վաղար շաբաթ, որտեղ օրը ցերեկով կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում է մեր թղթակից Աննա Գյուլնազարյանը, միանանք նրան։ Աննա, բարի երեկո, ինչ կպատմես այդտեղից։ Բարի երեկո Ալբերտ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, ինչպես արդեն գիտեք, այսօր կեսօրն անց 2:30-ին վաղար շաբաթի կենտրոնական հրապարակում են տեղի ունեցել կրակոցները, հնչել կրակոցները, ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ տուժածներ չկան, 1 հոգի արդեն ձերբակալված է։ Ահա մեր կադրերում տեսնում եք հարգելի հեռուստադիտողներ, մի մեքենա էլեկտրոմոբիլ դեպքի վայրում կրակոցների բազմաթիվ հետքերով, այն պատրաստվում են շուտով տեղափոխվել։ Հարգելի հեռուստադիտողներ, ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 կրակված պարկուճ։ Էջմիածնում շշուկով խոսում են, թե մահափորձ է տեղի ունեցել քրեական մի հեղինակության որդու նկատմամբ։ Ըստ ականատեսների, էլեկտրոմոբիլը ընթացքի մեջ է եղել, երբ մի տղամարդ կրակահերթ է բացել այդ մեքենայի ուղղությամբ։ Տեղեկություն կա նաև, թե կրակոցների պատճառը մեքենան կայանելու տեղի շուրջ վեճից է սկսվել, իրար չեն զիջել ու հնչել են կրակոցները։ Իշխանություն լրատվականի տեղեկությամբ մեքենայի մեջ եղել են քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, որը հայտնի է Բուսի տղա Մխոմակ անունով, եւ նրա վարորդը նույնպես մեքենայի մեջ է եղել։ Ըստ նույն աղբյուրի, զինված տղամարդը այլ մարզից է եկել վաղար շաբաթ սպանությունն իրագործելու համար։ Պաշտոնական աղբյուրները միջադեպի հանգամանքների մասին դեռ ոչինչ չեն հայտնում, նշում են միայն, որ դրանք պարզվում են։ Ալբերտ, այս պահին լսենք դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների, որոնք կրակոցի ձայները լսել են։ Լսել եք, որ կրակոցի ձայնը։ Հա, ո՞նց չենք լսել։ Այդ պահին ինչ զգացողություններ, ինչ մտածում։ Դե չենք մի մանը բալկոնից նայ, տնամ ժողովուրդը վազը մնացան, իջանք եկանք, տնանք, ուրիշ ոչի բան։ Ականատես չեք եղել օբում վրա ոնց։ Չէ։ Մենք եկանք երեխեքին կայնած լիքը ժողովրդին, ասացին, բատնել եմ, մեկին տարել եմ, ինչ են արել։ Տերն էլ ավտոյի մեջ նստած էր։ Տերը ավտոյի մեջ նստած էր։ Հա։ Դե ինքը ինվալիդ տղա է, չէր կարող մեր։ Այսօրը ցերեկով 2:30 կրակոց։ Ոնց եկել, անվտանգ զգում եք ձեզ։ Դե անվտանգին անվտանգ չի, եթե կա, հասավ տեղներ կա, ոմենակ ստեչի։ Ալբերտ, հարգելի հեռուստադիտողներ, այս պահին մենք շարունակում ենք դեպքի վայրում աշխատել, այլ մանրամասներ իմանալու դեպքում անպայման կապ կհաստատենք ձեզ հետ։ Ալբերտ